տնտեսությունն է դարձել ամենակարևոր գործոնը հայ-ռուսական հարաբերություններում։ Ռուսաստանի համար շատ ավելի կարևոր է, որպեսզի Հայաստանը շարունակի մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, քան օրինակ ՀԱՊԿ անդամ։ ՀԱՊԿ-ում մենք տեսնում ենք, որ փաստացիորեն սառեցված է Հայաստանի անդամակցությունը, բայց կարծես թե շատ լուրջ քայլեր Ռուսաստանի կողմից այս հարցով չկան։ Մի քանի դրվագի վրա ես կցանկանայի ուշադրություն դարձնել, երբ էր նկատվում, որ Ռուսաստանի համար հենց այդ տնտեսական առևտրային փոխգործակցությունն է այս փուլում կարևոր, երբ Հայաստանում սկսվեցին այս բոլոր խոսակցությունները այն մասին, որ Եվրոպական միության անդամակցության ուղի ենք բռնում, այդ հայտնի օրենքը ընդունեց եւ այլն, անդադ ռուս պաշտոնյաները հանդես էին գալիս հայտարարություններով, շեշտելով հենց Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ում, շեշտելով Հայաստանի կախվածությունը տնտեսական Ռուսաստանից, եւ այս իրավիճակը շարունակել է գերակայել նաեւ այս տարվա ընթացքում, բայց ինչպես նախկինում նշել էինք, այստեղ հետաքրքիր զարգացումը այն է, որ խոսքը ոչ միայն Հայաստանի կախվածության մասին է արդեն Ռուսաստանից, այլ խոսքը նաև այն մասին է, որ Ռուսաստանի համար էլ Հայաստանի պես փոքր երկրների հետ հարաբերությունները այս փուլում կարևոր են։ Այս ամենը պայմանավորված է արևմտյան պատժամիջոցներով եւ Ռուսաստանի ջանքերով դիվերսիֆիկացնել իր տնտեսությունն ու առևտուրը եւ Հայաստանի միջոցով օրինակ այլ երկրների հետ առևտուր անելը կամ Հայաստանի միջոցով դեպի Ռուսաստան ներկրում կազմակերպելը հիմա Մոսկվայի համար կարևոր է։